Երկված են բոլոր երկերը, բոլոր կենացներն ասված։ Մեր մեծ հայրենիքի այս փոքրիկ հողակտորը չարից ազատագրելու Ռուբեն Գրիգորյանի թիմի աշխատանքները մեզ կրկին ուղղորդեցին դեպի Սյունիք, որի ճանապարհին առաջին սրբագործումը կատարվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Թեև այն վերջերս է կառուցվել այդ տարածքում, սակայն, ինչպես պարզվեց, ընտրված տեղը պատահական չէ։ Այն կառուցված է էներգետիկ հանգույցի վրա, սակայն նախկինում այդ տեղում որևէ կառույց չի եղել։ Աշխատելու է այստեղ Մումենամնե Դիսը, Սուրբ Սրբոց երկնային և երկրային տիրուհի Անաիդայի սերնդից։ Սրբավայրի գործառույթը կապված է լինելու վերարտադրողական խնդիրների բուժման և ոռոգման ջրի ու անձրևների կարգավորման հետ։ Այնուհետև մենք հասանք մեր գլխավոր նպատակակետին՝ Զորաց քարերին, որտեղ առաջին անգամ հնչեցվեց այս սրբավայր կայանի վերաբերյալ տիեզերքից ստացված տեղեկատվությունը։ Անցյալի հավերժի շաղկապում։ Դեպի Մեղրի մեկնող մեր խմբին ընդառաջ էին գալիս հավերժից եկող մեր լեռները։ Նրանց գրկում հանգրվանած Տաթևի հոյակերտ համալիրը կրկին մեզ հիշեցրեց երկրագնդի մակերեսի հավասարակշռությունը պահելու Տաթևիսյան բացառիկ նշանակության մասին։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում մեր համախոհներից Սուրեն Ծատրյանին, ով ոչ միայն դիմավորեց մեզ Մեղրիի մատույցներում, այլև հյուրընկալեց և ուղեկցեց մեզ ուխտագնացության բոլոր դժվարին տեղերում։ Առաջին սրբավայրը, ուր պարտադիր պետք է գնայինք, Տաշտուն գյուղի, այժմ Սուրբ Ստեփանոս կոչվող մի հիանն էր, հիմնադրված մեր թվարկությունից առաջ 498 թվականին։ Գործելու պահից այնտեղ աշխատել է Սուրբ Սրբոց երկնային և երկրային տիրուհի Այսեմիկեի սերնդից Նոգմենե Սուրբ Դիցը, որը կշարունակի իր առաքելությունն այստեղ սեպտեմբեր ամսից։ Սրբավայրը նախատեսված է կանանց չբերության և տղամարդկանց անպտղության, ինչպես նաև ուրոլոգիական խնդիրների բուժման համար։ Թույլ տվեք դիմել տաշտունցի մեծահարուստ և կարող մարդկանց, ում համար կարևոր է իրենց հնագույն ծննդավայրի վերածնունդը։ Կարևոր է Սուրբ Սրբոց սրբերից Արարչի հետ կապի վերականգնումն ու հայրենիքի փրկությունը։ Արդեն պարզ է, որ այս պատմական փուլում հնարավոր չէ հույսեր կապել պետական մարմինների հետ։ Սիրելի տաշտունցիներ, փորձեք ինքնուրույն գոնե կանխել սրբավայրի կործանումը, մաքրել ու կարգի բերել այն տարածքը, ուր այցելելու և օգնություն են ստանալու մեր հայրենակիցները, որտեղ մեր սուրբ դիցերը լսելու և օգնելու են նրանց։ Մեր երկար ու գերհագեցած օրվա վերջում մեզ վիճակված էր հասնել
Հայաստանի եւ Պարսկաստանի սահմանին մոտ գուցե ամենահեռավոր սրբավայրին, Կուրիս գյուղի Հիգերակ սրբավայրին։ Այն հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 708 թվականին եւ գործել մեր թվարկությունից առաջ 699-ից։ Հիգերակը Սուրբ Սրբոց դից հալդի սրբավայրն է։ Սրբավայրի անվանումը կազմված է հիգ եւ երակ բաղադրիչներից, որոնցից առաջինը Հիգիենա դիցի անվան մասն է, իսկ երկրորդը երակը հենց հուշում է սրբավայրի կապի մասին սիրտանոթային հիվանդությունների բուժման հետ։ Սրբագործումից հետո Հիգերակ սրբավայրում կաշխատի Ումերաքե Դիսը, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Ափրոտիդեի թոռնուհին։ Սիրելի հետևորդներ, մենք իջնում ենք Հիգերակ սրբավայր, որտեղ Պարսկաստանի հետ արդեն սահմանին ենք գրեթե, որտեղ հավաքվել են մեծ թվով հակառակորդ դիցեր, իջնում ենք սրբագործման։ Մեր հետևորդներից Հարգելի Սուրենը, Գոհարը, Սվետան եւ ես փորձում ենք մինչև մութն ընկնելը հասնել տեղ։ Սա ոչ միայն Հայաստանից դուրս մի տարածք է, այլև մոլորակից դուրս։ Այն ինչքան մենք գնում ենք, այնքան հեռանում է այդ սրբավայրը, բայց մենք իրենցից համառ ենք, գնում ենք առաջ։ Ժողովուրդ ջան, այսպես տանջվելով գնում ենք։ Հա, Լիլիթ, ոնց ես։ Ես շոկլով եմ։ Հա, այդ մենակ ես եմ սենց հոգնած ու տանջված։ Ու ցավը տանեմ, քանի 100 կիլոմետր ես քշել մեքենա։ Հա, մոտավորապես 400 500, 600, Ինձ մի համեմատի, ես նստած կուշտ եկել եմ առանց լավելու։ Այսքապես շատ եմ հոգնել Որի ժողովուրդ ջան։ համար շնորհակալ եմ քեզ, վարորդիցս, այդ վարորդից։ Գոհարը, Սվետան եւ ես։ Փորձում ենք մինչև մութն ընկնելը հասնել տեղ։ Սա ոչ միայն Հայաստանից դուրս մի տարածք է մոլորակից դուրս։ Իսկապես որ մոլորակից Ինչքան դուրս։ մենք գնում ենք, այնքան հեռանում է այդ սրբավայրը, բայց մենք իրենցից համառ ենք, գնում ենք առաջ։ Մենք գրեթե Պարսկաստանի սահմանին ենք, հա, գտնվում Լիլիթ։ Գրեթե չէ, հանքից են կողմ, այն երկրորդ շերտը լեռների արդեն Պարսկաստանն է։ Եվ գիտեք, չէ ինչի ենք մենք այսօր այստեղ, հարգելի հետևորդներ։ Քանի հոգի են Լիլիթ այստեղ այսօր հակառակորդ դիցերից, պարոն Ռուբեն ասաց 19 հոգի պատկերացնում եք, 19 հակառակորդ դիցեր են այստեղ պատասպարված ու 12 հոգու արդեն հա ու ինչումն է բանը, որ պարտադիր էր մեր այսօրվա այստեղ գալը, նրանց գլխավորը գտնվում է հենց այստեղ։ Հիշեցնեմ, որ նրանք բոլորը մոտավորապես 6 ամիս առաջ, երբ Արարիչը նրանց ծնողներին, Լյուցիֆերին, Եհովային, Յահուային, Քրոնոսին տարավ վերացման, հրեային, սրանք բոլորը փախել են, բոլորն ասված բոլորը չէ, բայց մեծամասնությունը, ովքեր իրենց մեղավոր են զգում ու գիտեն, որ իրենց ժամն է հասնելու, նրանք բոլորը փախել են եւ պատասպարվել սրբավայրերում։ Իսկ ըստ արարչական օրենքից սրբավայրերում նրանց վտանգ չի սպառնում։ Հիմա տեսնենք, նրանց գլխավորը այդ հանցախմբի հենց այստեղ է գտնվում։ Մենք մեղրիում ենք, գյուղը անգամ չեմ հիշում, թե ինչպես էր կոչվում այս Կուրիսը վերջացավ,
այնուհետ սկսվեցին այս ամայի տարածքները։ Վարջան, առիթը բաց չթողնենք խոսելու մեր ավերակվող երկրի մասին, մեր կառավարության բացակայության մասին, բոլոր հին ու նոր իշխանությունների հերն անիծելու է, Այո։ որովհետև անտերության է մատնված մեր երկիրը։ Իսկ այս հանքը, որ սենց բարգավաճում է, մենք չգիտենք դրանից ինչ եկամուտ ունի մեր երկիրը։ Այսինքն մենք շատ լավ գիտենք, որ հանքարդյունաբերությունը գործում է ոչ հոգուց մեզ։ Ավերվող գյուղեր, դատարկ գյուղեր, ոչնչացվող տնտեսություն։ Եվ ամենացավալին, որ դրա մասին դեռ պիտի խոսենք, սրբավայր, որը վերածվել է, այսպես ասած, գոմի։ Սա ամենացավալին էր այս ողջ պատմության ընթացքում, որին մենք ականատես եղանք իսկապես։ Ես ահավոր եւ բարկացած եմ եւ սարսափած, հետո էլ բողոքում ենք Լիլիթ, թե մենք ինչու ենք այս օրին։ Ինչու։ Ինչպես կարելի է սրբավայրը վերածել գոմի։ Դե, միտեղ ժողովրդի թողտվությունն է, հանդուրժողականությունն է եւ ներողամտությունը, ծայրաստիճան վստահությունը, որ մեկն անի, սահման պահի, իր տունը սարքի, իր գլուխը պահի, ինչ անի։ Դե ինչ անի, դե ծխալները այսօրվանը չեն։ Նրանք շատ խոր արմատներ ունեն, շատ վաղուց են գալիս։ Բավական է մեկ բաց թողում եւ իրար հետևից գնում են այս բաց թողումները։ Բաց թողումը մեկը չի։ Այո։ Դե արդեն երբ որ շարանն է գնում բաց թողումների, ավերովի հետևից եկել են իշխանության, արդեն 40 տարի է, և շարունակում ավերել։ Լավ, հարգելի ընկերներ, մենք կփորձենք այնտեղ ինչ-որ նկարահանում անել, այնուհետ ձեզ ցույց տալու համար և կներկայացնենք, թե իրականում ժամանակին ինչ գործառույթ է ունեցել այս սրբավայրը։ Առայժմ։ Որ տխրահռչակ ոչուփուչ Տիգրան Սարգսյան վարչապետի օրոք որոշում է ընդունվել այս սրբավայրը ապա մոնտաժել և տեղափոխել։ Այս ինֆորմացիան մեր մեղրեցի հետևորդը մեզ պատմեց նոր քիչ առաջ։ Եկել են քարերը համարակալելու։ Հաջորդ օրը էլ ոչոք չի եկել։ Ինչու, որովհետև ովքեր մասնակցել են այդ հանձնարարականը կատարելու գործին, բոլորի հետ ինչ-որ բան է պատահել, բոլորի տանը ինչ-որ դժբախտություն, երազներ են տեսել զգուշացնող, ոչ մեկ հիվանդացել են, չի եկել շարունակել։ Այդպես էլ ոչ մեկ չի շարունակել, այո։ Ասած թե հասնում ենք տեղ։ Հարգելի ընկերներ, մենք հասանք տեղ։ Այ մի տեսեք, թե որտեղ ենք գտնվում։ Այն տները տեսնում եք սպիտակ, այ այնտեղից ենք մենք եկել այստեղ։ Այս սարու ձորերի միջով։ Հիմա Գոհարը մտնում է շարունակելու սրբագործման աշխատանքը, որովհետև պարոն Ռուբենը ճանապարհին մի փոքր իրեն վատը զգաց եւ այս դժվարությունն ու հեռավորությունը չպատկերացնելու պատճառով չմիացավ մեզ։ Երկված են բոլոր երկերը
բոլոր կենացներն ասված խաղացված են բոլոր դերերը նոր չէ և երկիրն արարված բայց նոր է քո խոսքը քո գործը որ բերել է զարթոն կարտնացում և անվերջ է քո կամքը քո կյանքը Գիշերելով ակարակաբնակ մեր հայրենակիցների հյուրընկալ հարկի տակ, հաջորդ առավոտյան մենք շարունակեցինք մեր սրբագործման աշխատանքները Գորիսի Արարչակերտ լեռնաշխարհի մեջ ծվարած այժմ Սուրբ Հռիփսիմե կոչվող եկեղեցում, որը նախկին սրբավայր է։ Այս ուխտագնացությունը ամենժամյա առնչություն էր հավերժության, արարչական անսահման ուժի ու կատարելության մեծագույն դրսևորման հայկական բնաշխարհի հետ։ Այս սրբավայրերի վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել առաջիկայում հրատարակվելիք «Սրբավայրերի բացահայտված գաղտնիքները» վերնագրով ուղեցույց գրքույկում։ Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը, անցյալի հավերժի Մեր սրբագործումները շարունակվեցին նաև Գորիսի այժմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կոչվող նախկին սրբավայրի տեղում կառուցված եկեղեցում և Սիսիանի շրջանի Թանահատի Կարմիր վանք կոչվող Նախիջևանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող սրբավայրերում։ Մեր երկօրյա աշխատանքի արդյունքը եղավ այն, որ սրբավայրերում պատսպարված հակառակորդ դիցերի քանակը Հայաստանի տարածքում կտրուկ կրճատվեց, հասնելով 19-ի։ Սրբագործման նպատակով մեր հաջորդ ուխտագնացությունը կկայանա օգոստոսի 23-ին, որի ընթացքում մեր համախոհների հետ միասին կբացահայտենք երերույքի տաճարի և ծիրանավորի առեղծվածները։ Իսկ ժամանակը բավարարելու պարագայում մեզ սպասվում են ևս 2 սրբավայրեր։ Շտապեք միանալ մեզ։